Բարևներ ժողովուրդ, այսօր երկու հատ ֆայլ ենք իրար կպցնելու։ Մի ֆայլում գրված են անունները, name.ks text ֆայլում, ասենց Արտուր Աննա հերթով անուններն են, մի ֆայլում գրած են ազգանուններ, surnames.get text, brown, black եւ այլն։ Ու մեզ խնդրում է, որ մենք ստեղծենք մի հատ ֆայլ full names.get text անունով, այսինքն ամբողջ անունները, որտեղ կլինի ամեն մեկի անուն, ազգանուն, այստեղ համապատասխանաբար Արտուրը brown-ը, Աննան էլ black։ Ահա։ Գնացինք, նախ եկեք կարդանք այս երկու ֆայլերը, ասենք with open, ասենք ես թող names.get text-ը բացի, որպես f, ու այդ պահենք names անունով փափխականի մեջ, ասենք names հավասար է f.get read, հիմա պետք է անենք split, որ միանգամից ցուցակի տեսքով պահենք, որ հետո հանգիստ գործ անենք, կարողանանք երկուսի վրայով ցիկլ պատտվել ու ինչ ուզում ենք անել։ Այստեղ մի հատ sense նշում, մենք միշտ այս split-ը որ գրում ենք, բան ենք անում, ասում ենք /n-ով split արա, որ նոր տաղերով անի, բայց այստեղ քանի որ եզակի բառեր են, նենց բան չի լինում, էլի որ մի տողի մեջ արդեն բացատ լինի։ Կարանք ուղղակի հենց sense split թողենք, որտեղ split-ը ինքը slrel-ային ուղղակի այդ սպիտակ տարածությունները, այդ բաց բազմ տարածություններն է հեռացնում, այսինքն /n-ով կբաժանի իրարից։ Ահա։ Ու ստեղ նույն պատմությունը կարանք անենք surname-ի համար, ստեղ նույն կոդը երկու անգամ գրեցինք, այդ նշանա նրա, որ կարելի է ֆունկցիա օգտագործել, բայց պուճուրիկ կոդ է, կարանք օրինակ բան օգտագործենք, լյամդա օգտագործենք, որ երկար չլիներ, բայց ասենց էլ է, էլի օքեյ իրականում, ու քանի որ այս գրած ծրագիրը հենց շատ չի փոխվելու, կարանք էլ այս երկու տողի խաթեր ֆունկցիա չսահմանենք, էլի, բայց սահմանելը հիմնականում ավելի լավ է լինում, էլի, միշտ կրկնվող ինչ-որ ծրագիր նշանա նրա, որ արժի մի բան փոխել, համարյա միշտ։ Տպենք մի հատ names-ը, surnames-ը, տեսնենք թե ինչ է կատարվում։ Ահա, Արտուր, Աննա, brown, black։ Դա լավ, հիմա բացենք այդ մեր ֆայլը, որ պետք է մեջ գրենք, ասենք, որ էլի ամենտեղ with ենք օգտագործում, որովհետև անտանելի ավելի հարմար է, որտեղ էլ չենք ընկնում փակելու հետևից full names.get text ու նշենք, որ մենք բացում ենք սա գրելու նպատակով։ Այս էլ եկեք as of f անենք, այս f-ը ընդունված բան է։ Հիմա ստեղ պետք է հերթով տողարտով տպենք մի հատ անուն, բացատ ու մյուս համապատասխան ազգանուն, անուն, ազգանուն, անուն, ազգանուն, տենց զույգերով պետք է տպելով գնանք։ Մի լուծում է նա, որ դե ցիկլ պատտվենք ինդեքսներով, չենք կարող ասենք for in names, որովհետև համապատասխան surname-ը չենք կարողանա բռնացնենք, միշտ չի որ կկարողանանք բռնացնենք, եթե բախտներս բերի, կարանք ինդեքսով մի ձև բռնենք, բայց ոչ միշտ։ Ասենք in range len names, ստեղ մեզ մուտքում հավասար երկարությանն է տրվում, դրա համար օքեյ է սենց անելը։ Հիմա ինչ պետք է գրենք մեր ֆայլի մեջ, մեր ֆայլի մեջ գրում ենք, եկեք ստեղ գրենք full name, որ ավելի ինտերնելի լինի։ Full name-ը պետք է հավասար լինի, f-string-ով կպցնենք իրար։ Name, names e ու համապատասխան ազգանունը, բացատից հետո, surnames e։ Ու ստեղ գրում ենք այս մեր full name-ը։ Եկեք աշխատացնենք, սխալ կլինի, որտև այս print-ը չենք հեռացրել, բայց print-ը հեռացնելուց հետո, էլի սխալ է լինում, Արտուր Black ու հա, ներողություն, նոր տող ենք մոռացել իջնել։ Մի հատ էլ պետք է այստեղ ասենք /n։ Այս ծրագրավորման մեջ հավես է դա, էլի, մի բան սխալ ես անում, նորից աշխատացնում ես, նայում ես ինչ եղավ, դրա վրա սովորում ես, շատ արագ ես տեսնում, էլի, արված այդ արդյունքը ճշմարիտ էր, թե չէ։ Դե լավ, այս մի ծրագիր, բայց նկատեք, որ մենք ինչ որ զուգահեռ հերթով names-ի առաջի էլեմենտով, surnames-ի առաջի էլեմենտով ենք ասում, հետո names-ի երկրորդ, surnames-ի երկրորդ։ Այս նշանա, որ կարանք օգտագործենք zip-ը, որ այդ մեր շորի կամ բանի այդ զրթիկի որ բան կապում է իրար շորերը, տես ձախ ու աջ կտորները իրար կպցնում, շատ վատ բացատրեցի zip-ը ինչ է, բայց տեսական դասը նայեք, եթե չեք պատկերացրել, կամ կոմենտներ գրեք։ Ինքը ըստեյության կապում է իրար այս names-ը, surnames-ը, ու եկեք գրենք մի հատ for, եկեք ասենք name ու surname
in zip, ասում ենք ինչերն ենք իրար հետ zip հանում, zip ենք անում names-ը ու surnames-ը։ Եկեք մի հատ տպենք, թե ինչ է name surname-ը։ Տեսակ Arthur Brown, Anna Black։ Name-ը հերթով name-երի փոփոխականի բաներ, name-երի լիստի էլեմենտներն է, մյուսները surname-ներին է։ Այսինքն ստացանք այն, ինչ ստանում ենք այս names-ի ու surnames-ով, ինչը ընտիր է նշանակում է կարանք այս մեր ծրագիրը բերենք, ստեղ էլ օգտագործենք։ Այս print-ը գցենք մի կողմ, ստեղ այս names-ի փոխարենը շատ ավելի հարմար գրենք ուղղակի name, ու ստեղ surname, ու մնում է մեզ այդ գրենք ֆայլի մեջ, այսենց։ Slash-ն էլի կուլ տվեցի։ Այս էլ սեն ժողովուրդ, դե կհանդիպենք հաջորդ վիդեոյում։